Շարմազանով քաղբանտարկյալների ազատության համար ինչ է պետք անել եւ այս իշխանությունների օրոք ինչպես եք դուք պատկերացնում, որ քաղբանտարկյալները կարող են ազատության մեջ հայտնվել։ Անհրաժեշտ է ճնշումն ավելացնել, ավելի համակարգված աշխատել, նմանատիպ միջոցառումները դարձնել պարբերաբար, որպեսզի իշխանությունը զգա հարության, դժգոհության եւ ձայնը եւ պուլսը։ Հակառակ դեպքում ինչքան նրանք կոմֆորտ զոնայում մնացին, այնքան քաղբանտարկյալները ոչ թե կպակասեն, այլ քաղաքական բանտարկյալների թիվը կավելանա։ Ակնհայտ է, որ նիկոլական ռեժիմը գնում է քաղաքական բանտարկյալներն ավելացնելու, վախի մթնոլորտ սերմանելու, մարդկանց մոտ հուսահատություն ավելացնելու ճանապարհով, եւ դա ակնհայտ է, որ դա սկսել է հոգեվոր եւ ազգային էլիտայից, եւ եթե ազատության մեջ գտնվող մեր քաղաքացիները իրենց բողոքի ձայնը չբարձրացնեն, ոչ եվրոպական կառույցները կանադառնան դրան, ոչ էլ որևէ մեկը։ Ասնել, որ Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը վերածվեց, տնային կալանքը վերածվեց վարչական վերահսկողության։ Դա բարենք Դավիթ Գալստյանին։ Ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն, 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 ազատություն։ Տեսեք, ձեր իշխանության ժամանակ, եթե որևէ Կարծազրույց տվի Դավիթ Գալստյան, արդեն մի դրական բան արել։ Ձեր իշխանության օրոք, եթե որևէ դեպք էր լինում, միջազգային կառույցները, այստեղ իրավապաշտպան կառույցները արագ արձագանքում էին եւ քննադատությունների տեղատարապ էին։ Կառույցները արզատ արձագանքում էին, որովհետեւ դրսից պատվեր ունեին։ Իսկ հիմա պատվեր չունեն, արևմտյան կառույցներից պատվեր չունեն, ունեն հակառակ պատկերը ավարտելու երրորդ հանրապետության էջը Հայաստանը դարձնելու պանթուրքիստական միջանց, դրա համար որևէ բան չեն անում։ Պարզ չի։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ, ովքեր որ իբր թե մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվել եւ այսօր լռում են, նշանակում է նրանց զբաղված են եղել պատվեր կատարելով, իսկ այդ պատվերը հաստատ Հայաստանի քաղաքացիուց չի եղել, այդ պատվերները եղել են համապատասխան կառույցներից դրսի։ Դրանով է բացատրվում, այլ բան չի բացատրվում։ Տեսեք, կալանավորումների շղթան երբ շարունակվում է, խնդրահարույց մի դրվագ կա, մարդկանց երբ կալանավորում են, հաշվի չառնելով անմեղության կանխավարկած, ընդդուք մինչև ազգային ժողովի ամբիոնից մարդկանց ահաբեկիչներ են անվանում։ Այսօր մենք արդեն լսում ենք տարբեր քաղաքացի, կալանավորված քաղաքացիների խափանման միջոցը փոխվում է։ Այս սրանց դեմ ինչպես պետք է պայքարել, երբ մարդկանց բարի համբավն են արատավորում, անմեղության կանխավարկածն են ոտնահարում, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ այո, ահաբեկիչներ են, բայց դատարան երբ հասնում է գործը ու անցնում են որոշակի ժամանակ, խափանման միջոցը փոխվում է։ Պետք է համախմբվել ուժերը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը, պետք է մեծամասնությանը համախմբել, ովքեր որ դեմ են այս ազգակործան ռեժիմին եւ ճնշումը ավելացնել։ Եվ սահմանադրությունը եւ գործող օրենքները դա թույլ են տալիս, անհրաժեշտ է պարզապես մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, համախմբվել եւ առաջ շարժվել։ Այլ տարբերակ չկա, նոր հեծանիվ չպետք է ստեղծել։ Առաջինը չպետք է հոգնել պայքարից, երկրորդը չպետք է հուսահատվել։ Երրորդը պետք է կազմակերպված պայքարել այս ապօրինությունների դեմ։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի աջակցությունը, բայց վաղար շաբաթում տեղի ունեցած ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել էր։ Եթե Մերի ջան, եթե վաղար շաբաթում Խոյ համայնքը չմիացնեին, վաղար շաբաթում Նիկոլը կհաղթեր, ոչ։ Ակնհայտ է, չէ՞։ Ասում են դիմադի շրջանակները տարբեր պատճառաբաններ։ Ինչ։ Ներողությունների մերի, ուղղակի այս դեպքում ինչ տարբերություն միայն վաղար շաբաթում է, թե Խոյ համայնքը հետ միասին այնուհանդերձ իշխանությունը այս պահին Եթե ավար հասկացա ազգային ուժերի համապետական կոնսոլիդացիայի դեպքում հանրությանը արտասնելու դեպքում
Նիկոլ Փաշինյանի ռեժիմին գրեթե անհնար կլինի իր ադմինիստրատիվ ռեսուրսով կարողանալ զսպել այդ համազգային դիմադրությունը։ Տեղ-տեղ ինքը կարող է ամբողջ Հայաստանից մի օր տանի Վաղարշակատում, կուտակի մի օր Ալավերդում, մի օր Գյումրիում, մի օր Վանաձորում։ Բայց եթե ամբողջ Հայաստանում ողջ ազգային ուժերը Նիկոլ Փաշինյանից դժգոհ քաղաքացիները համախմբվեն եւ ոչ թե տեղ-տեղ պայքարեն, այլ պայքարեն ապակենտրոն բոլոր տեղերում, այդ ժամանակ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսը չի հերիքի։ Հիմա եթե պատկերացրեք, Հայաստանում միաժամանակ 10 քաղաքում հազարավոր նման ակցիաներ լինեն։ Այդքան ոստիկան Հայաստան չկա, որ ցուցաբերել։ Հիմա օրինակ Վաղարշաբաթում միտինգ անում, քշում են տանում են այնտեղ։ Ստեղ միտինգա ոստիկանները ստեղ են։ Ալավերդում միտինգա Ալավերդի են գնում։ Եթե ամբողջ Հայաստանում լինի դժգոհության ակցիաներ, կարողանանք դա կազմակերպել, դա ռեսուրս չկա։ Այս ոստիկաններն ուժային կառույցներ են, հայ մարդիկ են, չէ՞։ Իրանք իրենց մեջ զգում են, չէ՞ որ այս մարդը իրականացնում է քաղաքականություն, որը ոչ ժողովրդավարության հետ կապ ունի, ոչ ազգային արժեքների։ Հետևաբար կրկնում եմ, ես նոր հեծանիվ չեմ ստեղծելու։ Ես կոչ եմ անում չհուսատվելու, համախմբվելու եւ պայքարելու հանուն ճշմարտության։ Շնորհակալ եմ։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Վաղարշաբաթի ընտրությունների մասին, որ խոսում էր, իրենք քվ են ստացել նաեւ եկեղեցու դեմ ուղղված իրենց քայլերը շարունակելու, չնայած որ իրենք ասում են եկեղեցու դեմ ուղղված չի, բայց ցուցիչ է եղել, որ Վաղարշաբաթին քվ է տվել, համաձայն է եւ հոգեվոր հավաքին վեհապարին վեհարանին։ Փաշինյանը մանիպուլացնում է, ինչպես 21 թվականին որևէ մեկը նրան քվե չէր տվել Արցախը հանձնելու, այնպես էլ հիմա նրան որևէ մեկը քվե չի տվել վեհապարին հեռացնելու։ Ինքը նախ չի կարող վեհապարին հեռացնել, եթե վեհապարը չհեռանա։ Ես հորդորում եմ վեհապարին, որպես եկեղեցու զավակ, պին մնալ իր դիրքերում, որովհետև սա ոչ թե վեհապար Հայրապետ Գարեգին II-ի ազգական հարց է, այլ սա մեր եկեղեցու ինստիտուցիոնալ ազգային կառույցի խնդիր է եւ կլինի շատ վատ նախադեպ, եթե մի իշխանություն փոխի վեհապարին, վաղը գալու է նոր իշխանություն, նա էլ փոխի ու դες գնա։ Իսկ մեր եկեղեցին 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց է։ Խնդրում եմ սա մի դիտարկեք որպես վեհապարի անձի խնդիր։ Սա եկեղեցու միասնականության խնդիրն է։ Իսկ այն ինչ որ անում է այս իշխանությունը, գնում է բաժանման, պառակտելու սկզբունքով, մեկ անգամ չէ որ ասել են, պառակտիչն ու պառակտողը Աստծուց չեն, սատանայից են։ Հարցեր չկա, վերջին հարցը տամ, պարոն Շարմազանով, Գյումրիի ընտրություններում, երբ հավաքական ընդդիմությունը հաղթանակ տարավ, նշում էին, որ դա ցուցիչ է համապետական ընտրություններին, հիմա իշխանությունը, քանի որ Վաղարշաբաթում է կարողացել հաղթել, իրենք էլ ասում են, որ սա համապետական ընտրություններում է կնքվում։ Ես ոչ Գյումրիի հաղթանակով եմ գերոգևորվել, ոչ էլ Վաղարշաբաթի ԿՊ-ի հաղթանակով եմ անդրամադիր դարձել։ Պետք չի ոչ գերարժևորել, ոչ թերարժևորել։ Պետք է գնալ մեր ճանապարհով, իսկ մեր ճանապարհը պայքարն է հանուն ազգային Հայաստանի։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ մենք զրուցում ենք ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ